Բարև հարգելի գործընկերներ, այսօր մեր հյուրն է ազգային համաձայնություն կուսակցության նախագահ, նախագահի նախկին արդեն տեխնացու Արամ Հարությունյանը։ Անդրեմ պարոն Հարությունյան, ինչպես կգնահատեք քաղաքական իրավիճակը, ձեր ինքնաբացարկի դիմումը մի քիչ մեկնաբանեք եւ արդեն այսօրվա իրադարձություններին երևի անդրադառնանք։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ պարոն Հարիկյանը հետ է վերցրել իր դիմումը Սահմանադրական դատարանից, կուզենայի մի քիչ անդրադառնանք։ Ուրեմն շնորհակալություն հրավերի համար, իհարկե ինքնաբացարկի հետ կապված ինձ թվում է երևի ամենաշատը երևի մեկնաբանվել է, երևի ինձ թվում է իմաստ չունի նորից մենք անդրադառնանք պատճառի մասին, երկու բառով ամեն դեպքում ասենք, որ ինչ առաջադրումը եղել են խոչընդոտներ եւ մահափորձ եղավ, ճիշտ է ասում են բացահայտվել է, բայց տեսնենք, ամեն դեպքում ես գտնում եի, որ ասենք անիմաստ է լեգիտիմացնել ընտրությունները եւ նաեւ կոչ է արել բոլոր տեխնացուներին հանել եւ քվեաթերթիկում թողնել միայնակ։ Եվ պարզվեց, որ այդ կոչը կներեք փրկություն էր բոլորի համար, որովհետեւ Հայրիկյանին չենք հասցնում մեկնաբանել, որտեղ ասենք ինքը ավելի շուտ մի հատ ինչ որ բան է ասում, ինքը իրեն հակասող Գիտեք ինչ, պատկերավոր ասեմ, ասենք, սև ծովով լողանալով, գասպարի նման, գասպարավարի լողանալով, ավելի ճիշտ իրանք այդ երեք տեխնացուները խեղդվում են հանրապետականի ջրավազանում, ընդ որում իրար ոտից են քաշքշում ու հետաքրքիր է, որ իրենց միայն կարող է փրկել Սերժ Սարգսյանը տալով նաև արհեստական շնչառություն, որովհետև ինչքան ես եմ հասկանում, ասենք հենց Հայրիկյանի մասով Ադիբեկյանը, որ ասում էր ղսմաթը այդ մասով իրեն կիսում եմ իր կարծիքը, բայց ինքը կարողացավ Հայրիկյանը այդ դեպքն է, որ ասում են լռությունը ոսկի է, ինքը լսեց վարչապետին եւ ոսկի չպահեց Չգիտեմ ինչ պահեց, բայց ամենայն դեպս հայտնվեց հակասական վիճակում, ասենք, ես ուղղակի մարդկայնորեն նաև իր հետ ճանապարհ անցած որոշակի ժամանակահատվածում մարդկայնորեն ցավ եմ ապրում, որ ասենք ինքը այս ձևով է կոպիտ ասած խեղդվում, այն էլ որտեղ ասենք հանրապետականի ջրավազանում։ Ի վերջո, ասենք այդ դիմելը, այդպես ուշացած, հետո էլ դիմելու ընթացքում, ասենք քաղաքական հայտարարություն անելը աբսուրդ վիճակ էր, որովհետև ինքը ըստ էության Սահմանադրական դատարանին դիմումի մեջ գրել որ անհաղթահարելի խոչընդոտ է, բայց նաև դուրս էր գալիս, ասում էր քաղաքական հայտարարություն անում, ասելով, որ եթե ասենք մյուսները կոպիտ ասած կանգնեն ին վրա, ապա ես հետ կվերցնեմ դիմումը։ Հիմա հաստատ քանի որ մյուսները չկանգնեցին իր վրա, միգուցե իր վրա եղան ճնշումներ, որովհետև եթե մենք նայում ենք ֆորմալ տեսակետից, ասենք եղել է մահափորձ, կարող ենք ասել, որ խոչընդոտ է եղել, եթե Սահմանադրական դատարանը, ասենք ֆորմալ առումով նայում է, պիտի ասենք որոշում ընդունի հետաձգել, բայց մյուս կողմից Հայրիկյանը այդ ընթացքում բավականին ասենք առույգ ձևով էր սկզբից պահում, հետո ինչ որ վիճակը փոխվեց, բայց ամեն դեպքում Սահմանադրական դատարանը կարող էր նաև զուգահեռ չնայած քաղաքական հայտարարությունները չի քննարկում, բայց ամեն դեպքում, ասենք կողքից, ինչպես ասում են, որպես ապացույց, որ դա առողջության հետ կապված չի դիմումը, ու ես չգիտեմ Հայրիկյանը չի մեկնաբանել, որքան ես հասկացա այդ հետ վերցնելը, բայց ինքը եւ իրեն եւ Սահմանադրական դատարանին եւ կներեք պետությանը դրել էր ավելի ճիշտ իշխանություններին դրել էր հիմար վիճակի մեջ։ Այսինքն ձեր ասածից կարելի է ենթադրել, որ իրեն այդպես հասկացվել է, որ բայց ու այդքան էլ մոտարող չէ եւ Գիտեք ինչ, ինքը երևի ավելի լավ կասի 24 ժամվա ընթացքում, եթե կարծիքը չփոխի, ուղղակի խնդիրը հետեւյալն է, ասենք ֆորմալ եթե մենք նայում ենք
ինքը դիմել է խոչընդոտների հետ կապված, որ ասենք իր քարոզարշավը, ասենք լավ չի կարողանում անցկացնել, չի կարողացել անցկացնել։ Բայց հետո ինքը ասում է, եթե հանկարծ մյուսները, ասենք մենք միասնական տեխնացուի հարցը լուծենք, ապա ես հետ կվերցնեմ դիմումը։ Հիմա ինքը ոչ այն դեպքը եղավ, ոչ այս դեպքը եղավ։ Հիմա եթե մենք նայում ենք, ու կարելի է ենթադրել, որ ամենայն դեպս կամ ինքն է հասկացել, բայց կամ իրեն հասկացրել են, ամեն դեպքում երկուսն էլ շատ վատ է, որովհետև ինքը իրեն գցեց հակասական վիճակի մեջ։ Գիտեք ինչ, ասենք 10 օրվա ընթացքում այդքան հակասական հայտարարություններ մեկը մյուսին հակասող անել ընդհանրապես անհասկանալի է։ Այստեղ խնդիրը նաև հստակ է այն իմաստով, որ ակնհայտ է, որ ասենք Ռաֆի Հովհաննիսյանը, ասենք չէր հանի, Բագրատյանը չէր հանի, որովհետև ասենք ամեն մեկը, որ ասում է իր առաքելությունը ուներ այս ճակերտավոր ընտրություններում, ասենք Բագրատյանի հիմնական առաքելություններ ցույց տալ, որ ասենք ՀԱԿ-ը կարող է տեխնացու ունենալ, եւ այդ տեխնացուն ինքն է Լևոն Տեր-Պետրոսյանից բացի, չնայած ասենք դա աբսուրդ է, որովհետեւ տարբեր առիթներով ասել եմ, որ Բագրատյանը երբեք ինքնուրույն խաղացող չի եղել, ընտրությունների ըստ չի մասնակցել եւ ինչպես ասում են ավելի շուտ հայտարարել տեխնացությունը դնելու մասին Լևոն Տեր-Պետրոսյանից, դա ես կներեք առնվազն կոռեկտ չեմ համարում։ Ռաֆի Հովհաննիսյանը ունի իր առաքելությունը եւ կատարեց եւ ասենք 11 թվականին, երբ որ հացադուլի նստեց, կատարեց նաև ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, երբ որ փորձեց ձախողել միասնական շտաբի գործունեությունը, հիմա նաև հիմնական առաքելությունը Ռաֆի Հովհաննիսյանի հետևյալն է, որ տեսեք, ասենք Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ եւ Դաշնակցություն, դուք չեք մասնակցել, կապ չունի, ձեր էլեկտորատը արդեն իմն է։ Մի պահ այդ սցենարը տատանվեց Հայրիկյանի մահափորձի հետ կապված, բայց ոնց որ ինչքան հասկանում եմ, նորից գնում է այդ սցենարը, այսինքն այդտեղ ելնելու է, ասինքն երկրորդ տեղը Ռաֆի Հովհաննիսյանի տարբերակն է աշխատելու, անկախ ամենից, ասենք ինքը ֆոն ստեղծել է, որ լուրջ քարոզարշավ անում, չնայած ասենք երկրորդ տեղի հանդիպումներ չեն դրանք։ Մենք տեսել ենք երկրորդ տեղի հանդիպումները ինչպես են լինում, ասենք նույն 96-ին, ասենք ազգային համաձայնության դաշինքի տեխնացուն Մանուկյան Վազգենը, նույն ասենք 98-ին Դեմիրճյանի Կարեն, 2003-ին Ստեփան Դեմիրճյանի, 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպները, մենք երկրորդ տեղի հանդիպները մենք տեսնում ենք մեծ հանրահավաքներ, հզոր հանրահավաքներ, բայց Ռաֆի Հովհաննիսյանի լավագույն հանդիպումը եղել է, ասենք կառավարության նիստերի դահլիճը լցնելը, որը ասենք մի շաբաթում ցանկացած մարդ մենակ իր ծանոթներով եւ բարեկամներով կարող է լցնել, ասենք ընկերներով, ասենք կարելի է լցնել։ Այդտեղ երկրորդ տեղի, որ ասում են հանդիպումներ չեն դրանք։ Երևի հարցերով ավելի հեշտ կլինի ուզում ասեմ։ Պարոն Բագրատյան, այսօր ասում պարոն Հայրիկյանին մեղադրեց նաեւ իշխանությունների հետ խաղի խաղալու մեջ, քանի որ որոշակի պայմանավորվածություններ են եղել երեք տեխնատուների միջև, որոնք սակայն խախտվեցին, եւ Հայրիկյանը հրապարակեց շատ։ Գիտեք ինչ, որ երբ որ ասենք իշխանությունների կողմից երեքով գուրգուրվում են, այդտեղ խանդի հող է առաջանում եւ ասենք եթե մեկին մի քիչ ավելի շատ են գուրգուրում, իրենք սկսում են նյարդայնանալ։ Այդ իմաստով, ասենք հիմնական իրանք արդեն ուրիշ, որ ասում է իրանք իրար հետ խնդիր ունեն, որովհետեւ կրկնում եմ, երեքն էլ կոպիտ ասած դեկորատիվ տեխնացուներ են, ես հստակ ասում եմ, եւ ես ուղղակի ցավում եմ Արմանի պահով եւ ասենք Անդրեաս Ղուկասյանի, որտեղ Անդրեաս Ղուկասյանի համար ասել եմ իր համար ամենատրամաբանականը կլներ, որ այդ հացադուլից հետո ինքը, այսինքն միջև ամսի 10-ը դուրս գար, միջև ամսի 8-ը դուրս գար, ինչպես ես դուրս եկա, որպեսզի իմաստավորվեր իր հացադուլը, որովհետեւ եթե ամեն ինչ վերջանա Անդրեասը մնա քվեաթերթիկում, քվեարկվի ստանա, ասենք համոզված եմ 1%-ից քիչ ձայն, ինքը ինչ էլ ասի համոզիչ չի լինելու։ Ինքը իր ամենամեծ ճիշտ քայլը կլներ են, որ ինքը դուրս գար իմ հետ, կամ նույնիսկ ինձնից առաջ, ամենայն դեպս մինչև 8-ը։ Արմանը նորից հակասական վիճակում է հայտնվելու, ասենք կապ չունի ինքը լավ հասկանում է, որ ասենք
դժվար է լինելու 18-ից հետո խոսալ, այդտեղ մի մասը կարող է, ասենք, ինչ որ տակտիկական քայլեր անեն, ասենք, ենթադրենք մի օր, ոնց որ ինքն է ասում, ասենք, մի օր առաջ ասեն ինձ ձայն չտակ, ասենք, ասելուց ինչքան կստանային, որ չասելուց ինչքան ստանան, հասկանում եք, դա ոչ մի բան չի փոխելու այդ իմաստով, նկատի ունեմ նույնը, օրինակ այսօր Հայրիկյանը, ես համոզված եմ, Հայրիկյանը ահա որ հակասական վիճակի մեջ է հայտնվել, ես չգիտեմ իր հաջորդ քայլը, գիտեք, ասենք, տենց արդեն երբեք եղել է, ասենք, տանը մի հատ այսօր գնացեք փորձ անեք, ասենք, փուչիկը որ փչում եք, ասենք, ու բաց թողեք, տեսել եք ինչ անկանոն շարժումներ է անում, այդ ձևով հիմա փաստորեն, ասենք, Հայրիկյանի կարգավիճակն է, որ ինքը անկանոն շարժումներ է անում, քաղաքական անկանոն, ինքը չկարողացավ, ասենք, ինքը կներեք, ասենք, եթե մի շաբաթ 10 օր չխոսեր, Թանապես չխոսեր, ամեն ինչ որ ասում է ուրիշ սցենար կունենար, ինքը իրան տրված է հնարավորությունը, մանավանդ, ասենք, ինքը կարող էր ընտրությունները հետաձգել կամ գոնե 14 օրով հետաձգել, բայց պարզվեց, որ Հայրիկյանը, ասենք, մի շաբաթում կամ 10 օրում կարող է, որ ասում է 10 քանի կարծիք հայտնի, էլի։ Շնորհակալություն, խնդրեմ դուք հարցնեք։ Պարոն Հարությունյան, դուք թերթային դրություն ասել եք, որ Անդրեաս Ղուկասյանի դեպքը չի կարող դիտվել որպես անհավատարիմ խոչընդոտ, որտեղ Անդրեասն ինքն համար է ստեղծել այդ անհավատարիմ խոչընդոտ, այնուհետև եթե առաջնորդենք սցենարով, որ Անդրեաս Ղուկասյանը վատանում է եւ հիվանդանոցա տեղափոխվում կամ չգիտեմ ինչ արին, այդ դեպքում ինչ վերջերտադի իրոք էլի անհավատարիմ։ Գիտեք, դա շատ բարդ հարց եք տալիս, որտեղ ֆորմալ առումով, այն որ ասում եմ, դուք գիտեք, կոպիտ ասած, որ ես Անդրեասի կողմից եմ, բայց ամեն դեպքում ես, որ ասում եմ, համենայնիվ մայրցամասական կրթությունը թույլ տալիս է ասելու, որ հիմա նույն տարբերակով, ասենք, ես կարող եմ ինքս ինձ կրակել, հասկանում եք ինչ, ասենք, ինք իր, ասենք, հացադուլի պահը, ասենք, ինքն է որոշել հացադուլի գնալ, հասկանում Ես նկատի ունեմ, ես այստեղ չեմ վախենում, որ կարող է շահարկվի այդ իմ ասածը, բայց ամեն դեպքում, ասենք, ինքն է ստեղծել իր համար։ Ես դրա համար ասում եմ, իր համար ամենաճիշտ քայլը հետևյալն էր, որ ինքը դուրս գար մինչև 8-ը։ Իսկ խոչընդոտ ստեղծվելը դա, ասենք, միշտ կարող ենք, ասենք, միշտ կարող եմ մեկը տեխնատությունը դնի, հետո հացադուլ անի, հետո վատանա։ Դες չի հետևում, որ պիտի ասենք ընտրությունները հետաձգվի այդ պատճառով կամ նոր ընտրություններ լինի։ Խոչընդոտը ուրիշ է, ես խոչընդոտ հասկանում եմ, ասենք օրինակ կոպիտ ասած անել այնպես, որ չառաջադրվեն, ասենք մահափորձն է խոչընդոտ, եթե մահափորձ է, ուզում եմ ասեմ, այդ ամեն ինչը ուրիշ է, իսկ հացադուլը դա կրկնում եմ, մարդը ինքը որոշում է հաց չուտել, ասենք ու հետո վատանում է։ Ասենք Անդրեասը ինքը տարավ իրեն նենց մի իրավիճակի, որ ես իրոք, ասենք, իր համար ելքը չեմ տեսնում արդեն։ Ինքը մնալու է քվեաթերթիկում, ինքը քիչ ձայն է հավաքելու, բոլորս էլ հասկանում ենք։ Այսինքն ինչ պիտի ասի։ Պիտի ասի շինծու էր, շինծու էր չմնա իր քվեաթերթիկում։ Ասենք մասնակցենք շինծու ընտրություններին, հետո ասենք շինծու է։ Դու խաղացել ես այդ շինծու խաղը։ Հիմա կարևոր չի հացադուլ արել ես, թե չես արել։ Ես կրկնում եմ, հարգում եմ, ասենք, իր տեսակը, հարգում եմ, ասենք, որ ինքը դիմացավ այդքան, ամեն ինչը լրիվ ընդունելի է իմ համար, բայց այստեղ մենք գործ ունենք քաղաքական գործիչների հետ, քաղաքական գործընթացների հետ։ Մենք պիտի, որ ասում եմ, այդտեղ ռեալ դատենք։ Ես երբեք, ասենք, եթե զգացել եք, ես մի 20 օրվա ընթացքում ես երբեք չեմ վախեցել կամ ինչ-որ մտածել ճշմարտությունը ասելուց։ Ես ասել եմ ինչ որ մտածում եմ, ու հիմա էլ Անդրեասի պահով ես իրեն էլ եմ ասել, ես մտել ենք առանձնացրել ենք, ասենք, վրանի մեջ, իրեն ասել եմ, Անդրեաս, քո համար միակ ելքը սա է։ Դու ուրիշ ճանապարհ չունես։ Հարցեր կամ խնդրեմ։ Պարոն Հարությունյան, որքան անհասկանալի է Հայրիկյանի այսպիսի քայլերը տատանվող, այնպես էլ շատերի համար այդպես էլ անհասկանալի մնաց ձեր առաջադրվելն ու ինքնաբացարկ ներկայացնելը։ Դեռևս քարոզ արշավի սկզբում դուք ասում եք, որ աննպատակ ոչինչ չկա, բայց փաստն այն է, որ ոչ ձեր մինիմալ, ոչ մաքսիմալ ծրագրերը չիրականացան։ Շոշափելի ինչ ձեռքբերում ունեցաք, բացի ձեր ասելիքը ասելուց, այն ինչ որ բոլորն էլ գիտեին։ Ես չեմ կարծում։ Ասենք ձեր առաքելությունը ո՞րն է, բոլորի առաքելությունները նշեցիք, բայց ձերը։ Հա, իմ առաքելությունը ես ասել եմ իմ առաքելությունը ուներ։ Ուրեմն հասկացա։ Չէ, հիմա ասեմ, ուրեմն նախ իմ առաքելությունը հետևյալն էր, որ
եղել էին անհաղթահարելի խոչընդոտներ, անհաղթարել են, որովհետև այդ ուժերը չառաջադրեցին։ Հիմա իրանք ինչ բացատրություն են տալիս, իմ համար երկրորդական է։ Ասենք դուք լավ գիտեք, այդ ընթացքում եղել է մամուլում հայտարարություններ, ասիկան ընդհանրենք օրինակ Գագիկ Ծառուկյանը ասում էր ես պատրաստ եմ ամեն ինչ կորցնել, ասենք, բացի ժողովրդի վստահությունից։ Մենք գիտենք, ասենք, այնպես չի Հայաստանը փոքր է, մենք գիտենք, որ նույնիսկ, ասենք, արդեն շտաբի պետերն էին ճշտված, նույնիսկ, ասենք, շտաբի պետի տեղակալներն էին ճշտված։ Հանկարծ մի օրվա տարբերությամբ, ասենք, Ծառուկյանը չառաջադրվեց։ Մենք գիտենք, ասենք, որ եղել են գաղտնալսումներ, եղել են, ասենք, փողերի լվացման հետ կապված հարցեր։ Հետևաբար ես իրավունք ունեմ եւ ես համոզված եմ, դուք էլ եք համոզված, որ եղել են ճնշումներ։ Հիմա կարան մեկի վրա ճնշեն, մյուսները կողք քաշվեն, դա ուրիշ խնդիր է, բայց որ համենայն դեպս բարգավաճի վրա եղել է ճնշում, դա ակնհայտ է։ Դեմ որ ասում եմ, մութ աշխարհում չենք ապրում, բոլորը գիտեն ինչ է կատարվել։ Հիմա այդ մասին հստակ որևէ մեկը չի ասել, ես օգտագործել եմ այդ հնարավորությունը, ասել եմ, բացի այդ, ասենք ամբողջ նաև ես որ ասում եմ, կարողացել եմ վերլուծելով իրավիճակը ցույց տալ, որ ինչա կատարվում։ Այսօր մենք տեսնում ենք, իմ դուրս գալուց հետո ավելի կներեք վիճակը դարձավ զավեշտական։ Հայրիկյանի, ասենք 24 ժամվա մեջ, չգիտեմ քանի որոշում ընդունել է իրար հակասող, ասենք Ռաֆիի, Բագրատյանի հետ իրենց մեջ հակասությունները, մենք տեսնում ենք, ասենք իշխանությունների նյարդային վիճակը, հասկանում եք, առաջի դեպքն է, որ իշխանությունը ըստ էության դեմը չկա այն ուժը, բայց իշխանությունը նյարդային վիճակում է, նախագահը, ասենք, կամաց սկսում է կոպտել թղթակիցներին, սկզբից, ասենք, կոպտում էր քաղաքասահմանամերձ գյուղզոհվածի, ասենք, այրուն էր կոպտում, հիմա, ասենք, ինքը արդեն, չգիտեմ, երեխային շախմատը պարտվեց, ասենք, 6 տարեկան, միջելուց պատահական էր, թե ինչ էր Արամ էր անուն այդ երեխու, ուզում եմ ասեմ, բանը, ու, ասենք, դրանից հետո հարցազրույց են վերցնում, ինքը կոպտում է, ասենք, բանին, թղթակցին ասում է կուզենք խփենք 80%, կուզենք չգիտեմ քանի տոկոս, այսինքն ես եթե կներեք ես չլնեի, համոզված եմ, տենց հանգիստ կգնային, Ռաֆին բարևելով կհասներ Սերժ Սարգսյանին կշնորհավորել, Հայրիկյանը կենսագրությունը կպատմեր կերքեր, Հրադ բանը Բագրատյանը գիտար կնվագեր մի քանի 100 քայլ կաներ, վերջում էլ ինչ-որ մարդիկ կշնորհավորել, ես համենայն դեպս որ ասում են շոկային թերապիա կիրառեցի ու իրանք հիմա իմ դուրս գալուց հետո սկսին ասենք այդ երրյակը գուրգուրվող իրար ոտի տակից քաշել, Սերժ Սարգսյանը սկսեց նյարդայնանալ, բանը նաև իրավիճակը մենք տեսնում ենք, որ սենց այսպիսի ընտրություն չի եղել Հայաստանում։ Չէ, իմ առաքելությունը, ես ասում եմ, մինիմում ծրագիր եմ ես դրել, ասել եմ, որ թողնում ենք Սերժ Սարգսյանին միայնակ։ Հիմա եթե Սերժ Սարգսյանը գուրգուրում է, ուրեմն ինքը էլի միայնակ է, այդ մարդիկ իր հետ են։ Ես ասել եմ, իմ հետ ով դուրս չեկավ, հատկապես խոսքը վերաբերում այն 3-ին։ Իրանք Սերժ Սարգսյանի հետ են։ Հիմա իրար հետ լավ են, լավ չեն, դա իդի արդեն խանդի հողի վրա է։ Մնացած 3-ի հետ կապված, Անդրեասը, ասենք Արմանը, իրենք ասենք հիմա ակամա են այս վիճակում հայտնվել, թե ինչ ամեն դեպքում համենայն դեպս ես իրենց չեմ նախանձում, երբեք չի ուզեն այդ կարգավիճակում լինել։ Իմ առաքելությունն է նաև այն չէր, որ ենթադրենք ստացվեց, չստացվեցի, խնդիր չկա։ Դաշտը մաքրվեց։ 18-ից հետո ամեն ինչ պարզ է։ Մենք գիտենք ով է։ Հայրիկյանը եթե մի քանի օրվա ընթացքում 10 քանի հայտարարություն իր հակասող արեց, 18-ից հետո ինքը ես չգիտեմ, ասենք մի ժամ մի 15-հատ հայտարարություն կանի։ Ռաֆին ինչ է ասելու, ասենք Սերժի Հայաստան, չգիտեմ, ժամանակ ասում էր Ռաֆու, հիմա էլ ասում է մեր Հայաստան, փոխեց։ Հիմա մերը ո՞րն է։ Ինչ է ասելու Ռաֆին, ինչ է ասելու Բագրատյանը, Արմանը ինչ է ասելու, չգիտեմ։ Այսինքն այս խառնաշփոթը նաև ձեր դուրս գալու է պայմանավորված։ Չէ, ես իմ դուրս գալուց հետո, գիտեք ինչ, երբ որ ասենք այն ժամանակ ինչ որտեղ բոլորին կարող է, ասենք իշխանություններին պրոբլեմ էի ստեղծում համենայն դեպս իմ ելույթներով, տեխնացուների հետ կապված ասում էին, որ միգուցե շատերը գիտեին, բայց չէին ասում։ Հիմա ես չկամ, բայց իրանք արդեն իրար հետ են հարցեր ունեն, եւ այս ընտրությունները շատ հիմար վիճակ է։ Օրինակ լրիվ աբսուրդ է Հայրիկյանի, կրկնում եմ այդ բաները։ Լավ ինչ է ստացվում։
Հիմա Հայրիկյանը պիտի բացատրի, թե ոնց եղավ, որ չմիացան ինքը հանեց այդ դիմումը։ Դրա համար ես իմ առաքելությունը այնքանով միգուցե ասենք այս իմաստով բանը փոխվեց, բայց ես շատ ավելի մեծ բան արեցի այն իմաստով, որ դաշտը հստակացավ, որտեվ իմ չլնելու դեպքում կներեք ոչ մեկը չէր ասելու, որ 46%-ը չի մասնակցել, առաջինը ես եմ ասել ու տարել եմ մինչև վերջ ու իմ հայտարարության մեջ էլ կա այդ ամեն ինչը եւ նաեւ կա Մոկուչյանի այդ դիմումում ինքնաբացարկի, Մոկուչյանին ուղղված դիմում, այսինքն ամեն ինչը իր տեղը դրված է։ Հիմա մնացածը այդ տունտունիկ են խաղում, տիկնիկային թատրոնա թե խամաճիկների թատրոնա, ոչ մի տարբերություն չկա։ Իսկ ամսի 18-ից հետո դուք ինչպես եք պատկերացնում ձեր գործունեությունը ինչ եք անելու։ Նույն ձևով ես ի վերջո ասեմ գործընթաց է գնում, ես քաղաքական ուժերը, ինչպես ասացի, այդման գործընթացում են, մաքրվում են, ասենք, այն մարդիկ պատեհապաշտներ, որոնք եկել մտել էին կուսակցություններ, կամ որոնք շատ կարճ ժամանակ հետո պարզերված, որ այդ մարդիկ տեղ չունեն։ Եվ կուսակցությունները մաքրվում են, գործընթաց է սկսելու 18-ից հետո Սերժ Սարգսյանը ահավոր թույլ, ես ակնհայտ է, որ ինքը հաղթելու է, դա ասեմ լուրջ չի այդ մասին խոսելը, բայց ասենք ինքը ահավոր թույլ նախագահ է, որտեղ իր նյարդերը արդեն չեն դիմանում։ Ինքը հասկանում է, որ ժողովուրդը իրեն չի ընդունում, բացահայտված է ամեն ինչ եւ հետեւաբար նաեւ դա նշանակում է, որ մենք ժողովրդին հանելով, ժողովրդին հետ լինելով կարող ենք իրավիճակ փոխել, իսկ իրավիճակ կարելի է փոխել միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում։ Իսկ դա պիտի եւ այդ երեք ուժերը Ռաֆին հիմա ասենք, չգիտեմ ինչ կանի կգտնեն Ռաֆին թե չեն գտնի, համենայն դեպս Ռաֆին էլ պիտի միանա այդ ուժերին, իհարկե մեղայականով, որովհետեւ ինքը ինչ որ իմաստով նաեւ դանդաղացրեց գործընթացը։ Եվ նաեւ ասենք մենք ենք այդ ուժերի հետ միասին բոլորս այդտեղ առաջնորդի խնդիր չկա, այդտեղ ժողովուրդն է ինքը որոշելու թե իր առաջնորդը ով է եւ շատ կարեւոր է թե ով է հստակ խնդիրը ձևակերպելու եւ խնդիրը լուծելու։ Տեսեք մենք ոչ ժամանակին արդարություն դաշինքը հստակ խնդիր ձևակերպեց եւ չլուծեց ըստ էության ոչ մի խնդիր։ Հակը ժամանակին ասենք խնդիր չձևակերպեց, որ լուծելի լինի, իսկ մենք ձևակերպելու ենք ու լուծելու ենք այդ խնդիրը, այսինքն փորձելու ենք ամեն ինչ անել, որ լուծի, որովհետեւ հստակ է։ Ի վերջո ժողովուրդը պիտի տեսնի, որ այդ քաղաքական գործիչը, որ ինչ որ բան է պահանջում իրենից, թեկուզ հանրահավաքի գալ, ինքը պատրաստ է գոնե մանդատը դնել։ Եթե մեկը մանդատը չի դնում, ասում է եկեք իմ համար հանրահավաքի, ինչի պիտի ժողովուրդը որ ասում սոված ծարավ վեր կենա գա։ Լավ եղավ, պարզ է, խնդրեմ։ Բանը ըստ էսա նախագահական գործունեությունից որ տեխնիկները կշնորհավորեն գործողություններին, որոնց ունի առաջին։ Այ ես հիմա գիտեք, ես սկզբնական սցենարով դա Ռաֆին պիտի լիներ, բայց ասենք հիմա ինքան վիճակը խառնվեց, որ իհարկե էլի այդտեղ իշխանությունների համար շատ կարևոր է, որ մի քիչ շատ ձայն հավաքողը շնորհավորի, այդտեղ իրենց հույսը Ռաֆիի վրա, որտեղ Հայրիկյանը տեսան, որ անվստահելի գործընկեր է, այդ իմաստով։ Բագրատյանը մի քիչ որ ասում է չափը կանցնի, որ շնորհավորի, որովհետև հերիք չի ասենք Լևոն Տեր-Պետրոսյանից որ ասում է անջատվեց, մի հատ էլ ասենք երկրորդ քայլը անի շնորհավորի, այդ դեպքում հստակ կերևա, որ արդեն առաքելություն ուներ։ Հայրիկյանը ասեցի, որ տատանումների մեջ է, միջև հիմա ինքը չի որոշել։ Արմանը չի շնորհավորի, Անդրեասը չի շնորհավորի, Էպոսագետը չի շնորհավորի։ Այսինքն այդտեղ ես հայրիկյանին ելույթի ժամանակ որ ասեցի Սերժ Սարգսյան աչքից ոչ մեկ չի շնորհավորելու, ուզում ասեմ, sense վիճակ է, ասենք լուրջ վիճակ է Սերժ Սարգսյանի համար։ Դու պատկերացնում եք, ասենք այդքան բանից հետո մի հատ էլ շնորհավորեն, արդեն որտեղ շնորհավորողը իր քաղաքական դամբանականը որ ասում է գրում է։ Հասկանում եք։ Վերջ, ով որ շնորհավորեց, ինքը դառնում է քաղաքական, ինչպես ասում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, դիակ։ Իսկ դիակները խոսում են միայն մեռած լեզուներով։